Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր քննարկում անց ենք կացնում Բեյրութի ազդակորաթերթի գլխավոր խմբագիր վերլուծաբան Շահան Գանտարյանի հետ։ Ողջունում եմ Շահան, շնորհակալություն, որ ընդունեցիր հրավերը եւ առաջին հարցս վերաբերում է Գազային։ Գազայում տեղի ունեցող իրադարձությունները վերջին շաբաթներին ցույց են տալիս, որ ռազմական լուծումը չի հանգեցնում վերջնական խաղաղության։ Ինչպիսին է Պաղեստինի ապագան 2026-ի այս նոր իրողությունների լույսի ներքո։ Այո, ողջույն հարգելի Տիգրան, Գազայի իրավիճակը մի քանի առումներով բավական մտածումի տեղիք է տալիս այն առումով, որ նոր կարգավիճակի շուրջ բանակցություններ են եւ Միացյալ Նահանգները հատկապես ամենաակտիվ ներգրավված պետությունն են, որ եղանակ է ճշտում, կանոններ է ճշտում, հրատատար համեմատաբար նախկին իրավիճակների եւ հրատատարների նկատմամբ հարկվում է։ Հիմա արդեն խաղաղության խորհրդի գազմության մասին Վաշինգտոնը բազմաթիվ երկրների առաջարկ է անում, բայց այստեղ պիտի նկատենք, որ սա չի վերաբերում միայն Գազային, այլ Գազայի առիթով, Գազայում խաղաղություն հաստատելու առիթով առաջադրանքը այնպես է ձևավորվում, որ վերածվում է միջազգային անվտանգային նոր հարթակի, շուրջ 60 երկրների արդեն հրավեր է գնացել մասնակցելու, իհարկե նաև այնտեղ սագեր են ճշտվում մասնակցության եւ Թրամփի փիլիսոփայությունը այս բոլորում կարծում եմ այն է, որ նոր աշխարհակարգային առումով նոր անվտանգային միավոր է ստեղծվում միաժամանակ նաև միավորված ազգերի գազམ་ակերպության անզորությունը դարբեր աշխարհակրական միջավայրերում ստեղծված այս բادرազմները, հագամարտությունները չգարենալ զսպելու կամ գոչերը, որոնք մնում են օդի մեջ կախված եւ որևէ կորզնական արդյունքի չեն հանգում եւ քետնի վրա Միացյալ Նահանգների աշխուժ ներգրավվածությունը եւ Գազայում, եւ Սիրիայում, եւ որոշակի առումով Լիբանանում, Իրանի նկատմամբ այս վերջին ուրեմն քաղաքական հայտարարությունները, այս բոլորը ուրեմն մտածել կտան, որ իրոք այս խաղաղության խորհուրդը արդվազն իբրև առաջին հանգրվան նաեւ այլընտրանքային, այլ միջազգային միավորի ստեղծման նախադրյալներն են բարփակվում։ Հիմա թերևս բարձ չէ, որ դա կգայանա թե ոչ, բայց այդ միտումը, այդ նախաձեռնությունը շատ տեսանելի է։ Գիտեք, երկու պետություն բանաձևը, որ բավական ակտիվացել էր իբրև միջազգային օրակարգ վերադառնալու, այսօր նահանջել է արձարծման, ուրեմն այդ մթնոլորտի առումով։ Դերևս բարձ չէ, որ եթե երկու պետություն բանաձևը պիտի աշխատի, ուրեմն Պաղեստինյան պետության, որը ճանաչել էին բազմաթիվ երկրներ ՄԱԳ-ի անդամ, դրա սահմանները ինչ են լինելու, ինքնավարության լիազորությունները ինչ են լինելու, կարգավիճակի խնդիրները, թե ինչ տեսակ փաղադրություն նաև պիտի լինի Պաղեստինյան նոր իշխանության Ռամալլայի հետ զուգահեռներ գծելով։ Ամենայն թեպս նոր փուլ է, նոր շրջափուլ է եւ կարծում եմ դա կապված է սերտորեն նաեւ հատկապես Միացյալ Նահանգների կողմից առաջադրված Աբրահամյան դաշինքի կայացման, ձևավորման, նոր քարտեզագծման այդ բոլոր միտումների հետ։ Ուզում եմ ասել, որ համեմատաբար ավելի կայուն հրատատար, մինչ այդ նաև միջազգային նոր միավորների ստեղծման նախադրյալներ, անցումային կառավարության պաղատության շուրջ բանակցություններ, հայտարարություններ
Ուրեմն այս բոլորը նախանշեն, որ Գազայի խնդիրը, հագամարտությունը ոչ միայն Գազայում գնկվելիք, ուրեմն Գազայի վերաբերող գնկվելիք համաձայնությունը, այլ դրանից հեռու երկու պետություն փանացեվի շուրջ Իսրայել արաբական աշխարհ ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց Աբրահամյան դաշինք, որը միայն աշխարհագրականորեն արաբական աշխարհի կամ միջին արևելյան երկրներին չի վերաբերում, այս բոլորը փոխկապակցված են եւ մեծ խճանկարի, մեծ պլանի մասնիկներն են, հատվածներն են։ Եվ դրա համար մենք Գազայի ուրեմն հագամարտության այսօրվա իրավիճակի եւ ռազմական դաշտից դեպի քաղաքական դիվանագիտական հարթակ անցնելու այս ժամանակահատվածը եւ այդ ուղու վրա նկատված այս հանգրվանները անպայման պետք է դիտարկել գլոբալ տարածաշրջանային, ես կասեի նույնիսկ աշխարհաքաղաքական առումով, չմոռանանք նաեւ, որ շատ ավելի հերու գնացող քայլեր, գործողություններ, հայտարարություններ են արձանագրվում ավելի լայն դարողությամբ եւ որոնք խոսում են նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացների մասին։ Շատ լավ, Շահան, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ հստակ պատասխան ստանալ։ Երկար տարիներ Գազայի գործոնը շարունակում էր մնալ որպես Իսրայել-արաբական աշխարհ այդ հակամարտության հիմնական կռվաններից մեկը։ Արդյոք այս նոր աշխարհակարգի, նոր կառուցակարգերի Ամերիկայի Միացյալ Նահանգների աննախադեպ կերպով նախկին ուրեմն խաղի կանոնները փոխելու այս իրավիճակի մեջ Գազան շարունակում է կատարել այդ նույն դերը, ինչ որ կատարում էր, թե կարող է պատահի ելնելով նրանից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխում է խաղի կանոնները, արաբական աշխարհը եւս հաշտվի Գազայի ոչ այն կարգավիճակի հետ, որը որ տարբերվում է նրանից, ինչ որ դուք ասեցիք, այսինքն այդ երկու պետությունների։ Այո, հստակ տարբերություն կա, այո, նախկին թերը, նախկին հենագետային առումով ռազմավարական նշանակությունը փոխվել է, ոչ թե չկա, այսինքն կարելի է ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր նախագահի այդ վերահսկելի, չասեմ, անկանխատեսելի վարքագիծը, երևի ավելի ճիշտ է, արաբական աշխարհի շատ երկրների ստիպում է մտածել, որ պաշտպանելով Գազային, ինչպես նախկինում էին պաշտպանում, իրենք կարող է շատ ավելի մեծ կորուստներ ունենալ, քան դա կարելի էր անել այն ժամանակ, երբ աշխարհը այսպես ավելի շատ կանոններով էր խաղում։ Այո, եւ Գազայի եւ Գարկավիճակի եւ ներկայացրած ռազմավարական նշանակության վերափոխման ուրեմն այս երևույթը վերլուծելիս մի քանի կարևոր հանգամանք անպայման պետք է նկատի ունենալ, որովհետեւ եթե փորձենք ավելի գլոբալ դիտարկել խնդիրը, Գազան ինքը դեղավորվում է նաեւ իրանյան պրոքսի հենագետերի շարքին եւ ուրեմն այդ գլոբալ հայացքը մեզ հիշեցնում է, որ ընդհանրապես իրանյան հենագետերի, արդա-իրանյան միջավայրերում գտնվող հենագետերի գլխավորներից էր, որոնք նաև այս վերջին փախումներից, ընդհանումներից հետո փաստորեն նույն նշանակությունը չունեն։ Այսինքն Իրանը շատ լուրջ հարվածներ է ստացել Լիբանանում, իսրայելյան եւ Հեզբոլլայի ուրեմն այդ բادرազմի իբրևարտյունք, հետո նաև Իրանը շատ լուրջ հենագետեր ուներ ռազմական առումով Սիրիայում վարչակարգի դաբալումից հետո այդ հենագետերը չեն աշխատում, չկան, չզուգացվել են Գազայի բادرազմից հետո, որտեղ ի վերջո չմոռանանք, քանի Գազայի մասին ենք խոսում, կենտրոնացել ենք Գազայի վրա, Գազան ճիշտ է, որ
ֆինանսական առումով որոշակի գաղյալություն ուներ Կատարից, քաղաքապարախոսական գրոնական առումով Անկարայից, Թուրքիայից, բայց ռազմական առումով իբրև նաև Իրանյան աստեցության ներքո գործող Համասի երևույթը, որտեղ Գազան նշանակում էր Համասի իշխանություն եւ քաղաքական եւ ռազմական առումով Համասի կոդրվելը դա ուրեմն պիտի դիտարկել արդա իրանյան ռազմահենագետերի ուրեմն ընդհանուր չեզոքացման բادرազմի մի կարևորագույն հանգրվան եւ դրանով նաեւ իբրև արդյունք այդ բոլորի փոխվեց նաեւ Գազայի այսօրվա ղարքավիճակը դրա համար նաեւ ես քիչ առաջ փորձեցի բացատրել այն ցեվագերբումը տալ որ այս բոլորը ռազմական դաշտից դեղափոխվում են քաղաքական հարթություն որտեղ բանակցություններ են եւ որտեղ ճշտվելու է ուրեմն Գազայի ղարքավիճակը ձեր հարցադրումին տեսեք ինչ եմ ուզում ասել այո ես հասկանում եմ ձեր պատասխանը դուք ըստ էության պատասխանեցիք ինձ նախորդ հարցում բայց խնդիրը հետեւյալն է որ Գազայի ժողովրդի ինչպես նաեւ Արցախի ժողովրդի անկախության ձգտումը իրենց բնական իրավունքը փաստորեն հիմա ոտնատակ է լինում աշխարհակահաղական մեծ քաղաքացիների շահերին, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածում է Իրանին այդ ձևով առանց հաշվի առնելու, որ այնտեղ ժողովուրդ է ապրում եւ այդ ժողովուրդը որոշակի իրավունքներ ունի։ Զուգահեռի դրամապանությունը հասկանամ, բայց շատ կարևոր տարբերություն կա, որ Գազայում ապրում է ժողովուրդ, պաղեստինցի ժողովուրդ։ Այո։ Եվ բայց դժբախտաբար Արցախը ամբողջովին հայաթափվել է։ Ուրեմն այդ չէ որ այդ սցենարը ներողություն եմ խնդրում նախատեսված էր նաև Գազայի համար, բայց Գազայի ժողովուրդը դիմադրեց։ Հիշում եք Տրամպի առաջարկությունները։ Եվ համեմատական ուրեմն խաղաղության հաստատման արդեն վերադարձան իրենց դները։ Ինչը նաև արձանագրվում է իդեպ ասեմ Լիբանանում, այսինքն հարավում համեմատական խաղաղության հաստատման մենք այստեղ ականատես եղանք ժողովրդի վերադարձի հոսքի, չնայած որ Իսրայելը չի թողնում, որ որոշ զոնայի մեջ, որոշ կոդու մեջ որևէ շինարարական աշխատանքներ վերականգնման մարդկանց բնակարանների բնակադեղի վերածելու այդ ջիքերը ուրեմն աշխատում է չեզոքացնել, բայց սա իր հերթին հիմնական այն էր, որ այո ժողովուրդը այնտեղ մնաց իքին մեծ զոհությունների եւ մարդասիրական այն բոլոր ծրագրերը, որ այսօր նաև Գազայում ապրող ժողովրդին դրամատրելու առումով որոշակի միջանցքներ աշխատեցնելու հատկապես Եգիպտոսից, իհարկե այս բոլորը նաև քաղաքական էություն փոխանցություն ունեն, որովհետև նաև Գազայի ղարքավիճակի ճշտման համար կարևորագույն մեկնարկը այնտեղ ապրող պաղեստին ժողովուրդն է եւ ժողովրդի իրավունքների հարկումի իրացման այդ բոլոր առաջադրանքները, որոնք նաև բանակցային սեղանի վրա են ամենայն դեպս հետագային ձևավորվելիք, ստանալիք ղարքավիճակի ճշտման այդ թեժ բանակցությունների։ Հասկանալի է։ Քանի որ դուք անցաք Լիբանանին, ես ուզում եմ այսպիսի հարց տալ Լիբանանի հետ կապված, արդյոք Լիբանանի ներքաղաքական ուժերը պատրաստ են զիջումների երկիրը վերջնական կործանումից փրկելու համար, թե Բեյրութի ճակատագիրը որոշվելու է էլի տարածաշրջանի մայրաքաղաքներում։ Գիտեք, ճակատագիրը անպայման նաև ներգրավված գլխավոր խաղացողները այստեղ եւս Վաշինգտոնի ներգրավվածությունը կանոններ թելադրելու եւ հիմնական ուրեմն ամիջական օրագարկ Հեզբոլլայի զինաթափումն է, որ միջազգային ընտանիքը պահանջում է, բայց Միավորված ազգերի գազագերբության թիվ 1701 բանացևը, որի մասին խոսում էին բոլորը եւ որի ուրեմն գործնականացումն էին պահանջում, միաժամանակ
ուրեմն զենքի մենաշնորհը, այսինքն զենքը բացառապես Լիբանանի օրինական զինյալ ուժերին հանձնելու կամ միայն այդ զենքի արկայությունը ընդունելու նաև զուգահեռ այլ պայմաններ ուներ, ուրեմն Իսրայելը պետք է նահանջեր, ուրեմն թողներ Լիբանան այն տարածքները, որ ինքը շարունակում է վերահսկել, դադրեցներ իր հարձակումները, հրթիռագործումները, դադրեցներ անօդաչու սարքերի անվերջ շրջակայությունները Լիբանան օտային տարածքներում, այս բոլորը դեռևս շարունակվում են, այսինքն ընդհանուր եւ հրաթաթարի համաձայնությունը եւ նաեւ միջազգային ուրեմն 1701 որոշումը ՄԱԳ-ի միագողմանիորեն ուզում են որ աշխատի եւ դա չի հանգեցնի խաղաղության, որովհետեւ այդ խաղաղությունը ի վերջո պետք է նաեւ երկկողմանիորեն հարկվի եւ չնայած որ փուլային առումով Հեզբոլլա որոշակի թիրքեր զիջել է, հետ քաշվել է եւ Լիբանան կառավարությունը, Լիբանան բանակը պատասխանատու են այդ բոլոր ուրեմն գործողությունների իրականացման ստացել հասնավորություններ, միջազգային ընտանիքը ճնշում է հատկապես Միացյալ Նահանգները եւ ճնշամիջոցը ստեյության Լիբանանին դրամատրվելիք ծավալային օժանդակությունները ուրեմն պայմանավորում են Հեզբոլլայի ուրեմն զենքի հանձնումով բայց սա չի նշանակում որ այդ օժանդակությունները բացարձակապես չեն լինում փուլային, դեռ գաթիլային գշույթներով դարողությամբ, բայց ամենայն դեպս երկրի ընդհանուր փոփոխության ուրեմն շրջադարձային նաև քաղաքական ուղեկիցերի առումով քայլ առ քայլ թանտակ ձևով գնում են։ Իհարկե սա հեշտ չի լինելու, որովհետև թերևս Հեզբոլլահը բաղում է իր ուրեմն ռազմական նշտեմարանը եւ նաեւ քաղաքական իր թերագադարությունը, որտեղ շիի համայնքը գլխավոր մեծակույն համայնքներից մեկն է, սուննի համայնքի գողքին, եւ շիի համայնքի մեջ իրողական քաղաքական ուժը շարունակում է մնալ Հեզբոլլահը։ Ուրեմն ուզում եմ ասել, որ համաձայնությունները կան, համաձայնությունները ոչ ամբողջովին են աշխատում ընդրովի դեղ, բայց ուրեմն փուլային գշույթներով երգիրը կամած ուրեմն դուրս է գալիս դարբեր ուրեմն իրավիճակներից, դարբեր փաբուղիներից եւ այստեղ անպայման պետք է նկատել ոչ միջազգային ընտանիքի ներգրավվածությունը, վերահսկողությունը, ուղղակի նաև Միացյալ Նահանգների կողմից թելադրվող կանոնները Լիբանանում։ Այսինքն, ինչպես որ Գազայում է իրավիճակ փոխվել, ինչպես որ նաև Սիրիայում է իրավիճակ փոխվել, որոշակի առումով նաև Լիբանանում այս քիչ առաջ նշածս պրոքսի պատերազմի դարբեր արարների արդյունքներից հետո։ Շատ լավ, շնորհակալություն, անցնենք Սիրիային։ Վերջին շաբաթներում Սիրիայի տարածքում Իսրայելի հարվածների ինտենսիվությունը մեծացել է։ Արդյոք Սիրիան դառնում է Իրան-Իսրայել ուղղակի պատերազմի հիմնական թատերաբեմ։ Ունեք այդպիսի տեղեկություններ։ Գային նախադրյալներ եւ թերևս կան այս հնարավորությունը, այս հավանականությունը չբացառելու։ Բայց մի շաբաթ առաջ վստահ նկատել եք, որ միջազգային մամուլում հայտնվեցին նյութեր, որ խոսում էին, որ Ռուսաստանի միջնորդությամբ կայացել է համաձայնություն Իսրայելի եւ Իրանի միջև իրար չհարվածելու, իրար չխփելու։ Եվ առընթեր նաեւ Թրամփի սպառնալիքների տոնը գդրուկ մեղմացավ։ Եվ որովհետև նաև ընդհանրապես այնպիսին էին հայտարարությունները ոչ միայն կանխատեսումներ, այլ ուղղակի pedagogan մագարտակի հայտարարությունները, որ մենք գտնվում ենք պատերազմի նախաշեմին, Միացյալ Նահանգները պատրաստվում էին հարվածելու Իրանին։ Բայց հիմա իրավիճակը փոխվեց, ավելի զուսպ է, ավելի մեղմ է, առընթեր նաև այն տեղեկատվությունը, որի մասին ես անդրադարձա։ Բայց գիտեք Սիրիայի դեպքում
Իսրայելը ճիշտ է, որ ցանկացած բահի ուրեմն հրթիռագործում է այս կամ այն թիրախը Դամասկոսի շրջակայքում եւ այլն, բայց հատկապես քրդերի խնդիրը բավական հանգուցային նոր իրավիճակներ ստեղծեց Սիրիայում։ Հիմա փորձենք Սիրիայում ներսիրիական առումով դեպքերի իր երախաչարտականությունը արձանագրել, որովհետեւ նաեւ Թիդարգենք թե ինչ միտումներ են գրանցվում այնտեղ։ Ուրեմն Դամասկոսի իշխանությունները առաջին ուրեմն իրենց նաև հովանավորած որոշ զինյալ խմբավորումներ հիշում ենք բոլորս, որ Ձովեզերիա շրջանում Ալավի ազգաբնակչության համայնքի նկատմամբ ուրեմն բռնություններ, ընդհարումներ եղան եւ բնականաբար այդ ուրեմն նույնիսկ չարտերի դեսարաններ այդ բոլորից հետո որոշ ցանկված ուրեմն լքեց այդ տարածքները հետո դրուզների նկատմամբ եւ հետաքրքրական էր որ դրուզները նաեւ իրենց պաշտպանվածությունը դեսան ուզեցին տեսնել Իսրայելում այսինքն հրավիրեցին նաեւ Իսրայելին որ իրենց դեր գանքնի պաշտպանի այդ զինյալ ուժերի ցերնարգած դրուզների նկատմամբ ուրեմն ռազմական արշավներից Իսրայելը լրիվ շահագործեց այդ իրողությունը եւ ներխուժման դեսքով որոշ սահմաններում ստեղծեց անվտանգության կոդի իթեպ ասեմ որ անվտանգության կոդի ձևավորելու առաջադրանք ունեն եւ Իսրայելը եւ Թուրքիան եւ հաջորդ ազգաբնակչությունը քրդերն էին եւ դա բարձ էր որ ի վերջո քալու է այդ բահը որովհետեւ ամենամեծ զինյալ ներկայությունը քրդական կորձոններ սիրիական տարածքներում եւ ընդհանրապես քրդական կորձոնը շարունակում էր մնալ Անկարայի համար անվտանգային առումով համար առաջին սպառնալիքը Այո, պարոն Կատարյան, ես ուզում եի անցնել քրդական գործոնին եւ վերջին շաբաթներին մենք տեսնում ենք Թուրքիայի ակտիվացում Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում։ Արդյոք Անկարան 2026 թվականին վերջնականապես փորձելու է չեզոքացնել քրդական ինքնավարության նախագիծը եւ հետաքրքիր է թե ինչպես դրանց կարգազանցեն Դամասկոսը եւ Մոսկվան։ Սա այո ոչ միայն Թուրքիայի ընդհանրապես անվտանգային առումով լրջակույն խնդիրն է, սա կարծում եմ դարաձաշրջանային դարողություն է ստացել, որովհետև գիտեք, առ այս բախը Անկարային չէր հաջողվել ուրեմն ստեղծել իր առաջադրած անվտանգության կոդին, իր ուրեմն բանջած սահմաններով, իր բանջած ակնկալած աշխարհագրությամբ։ Եվ քրդական կորձոնը շահարկվում էր առաջի երթի Միացյալ Նահանգների կողմից, բայց նաև Իսրայելի կողմից։ Այս վերջի թեփքերը, օրինակ թիրախային հիմնական գետը ճիշտ էր, որ հյուսիսային Սիրիան էր, բայց թեփքերը սկսեցին նաև Հալեբի շրջակայքից, հենց Հալեբից, եւ շատ արագ քրդերը ուրեմն դուրս եկան այդ տարածքներից եւ անցան դեպի հյուսիսային շրջան։ Հիմա հյուսիսային շրջանի որոշ տարածքներ զիջել են քրդերը, բայց ոչ այդ ընդհանրապես այն ինքնավար շրջանը, որտեղ իրենք իրողական ուժ են եւ շարունակում են բահել իրենց զենքերը, իրենց զինյալները եւ հայտարարել են, որ չեն հանձնելու զենքերը, շարունակելու են պայքարել։ Իրենց օժանդակության փութացին նաեւ Իրաքից բազմահազար քրդեր, նաեւ Թուրքիայի սահմանից որոշեցին անցնել դեպի Սիրիա, ուրեմն պաշտպանելու համար իրենց զորակցելու համար իրենց հայրենագիտներին։ Այսինքն կան որոշակի տվյալներ մտածելու համար, որ թերևս քրդական խաղաթուղթը չի գործրել իր կարգավիճակը, որովհետև ես դրուզների օրինակը նշեցի, բայց անպայման պետք է համեմատական վերլուծաբանությունը աշխատեցնել այստեղ, որովհետև ճիշտ է նկատվում է ամերիկյան ռազմավարության որոշակի շրջադարձ, այսինքն ամերիկացիները շատ ավելի ակտիվ օժանդակում էին քրդերին, բայց այս արագ նահանջը
մտածել դվա, որ ամերիկացիները նույն ձևով չեն պաշտպանում քրդերին, ինչ որ բան փոխվել է իրենց մոդեցումին, իրենց ռազմավարական ուրեմն մոդեցումների մեջ։ Այսինքն ներողություն ԱՄՆ-ն հավատարիմ չի մնում քրդերի հետ դաշնակցային հարաբերություններից, թե քրդական գործոնը կրկին կզոհաբերվի Թուրքիայի հետ հարաբերությունները չսրելու համար, ինչ որ ծանոթ ուրվագծեր չեն արդյոք։ Գզոհաբերվի որոշ իմաստով հերթական անգամ գշահարգվի այս խաղատուղթը, բայց ամբողջովին չեմ կարծում, որ գործունի իր խաղատուղթ լինելու կարողականությունը կամ այդ գարքավիճակը, որովհետև շատ լրջակույն ճնշամիջոց է Անկարայի վրա եւ այսօրվա թրվածքով Անկարա Թել Ավիվ ուրեմն լարված հարաբերություններում չեմ կարծում, որ Իսրայելի շահերից է փոխում ամբողջովին չեզոքացնել քրդական կորձոնը, որովհետև այստեղ է ճիշտ հանգույցը եւ մենք պետք է սպասել եւ դա շատ ուղենշային կլինի։ Դրուզները դիմեցին Իսրայելին, Իսրայելը շահարգեց եւ ուրեմն օժանդակեց դրուզներին։ Երեք քրդերը նկատելով, որ ամերիկյան աջակցությունը բացակայ է, դիմեցին Իսրայելին, որպեսզի օժանդակի իրենց։ Եթե Իսրայելը գնա նման քայլի եւ կարծում եմ, որ նման քայլ անպայման համագարկված կլինի Միացյալ Նահանգների հետ, այդ դեպքում ավելի ուրեմն գարմադավորվի այն համոզումը, որ քրդական կորձոնը չի գործնելու իր խաղատղթային կարողականությունը։ Այս կամ այն բահին շահագործվելու, օգտագործվելու համար իբրև ճնշամիջոց նաև Թուրքիայի դեմ, որտեղ ի վերջո նաև Թուրքիան ամեն անգամ, որ հադում էր սահմանը Միացյալ Նահանգների կողմից գծված սահմանները, օրինակ, եթե Ռուսաստանի հետ այդ օդանավների վաճառքներ, գործարքներ եւ այլն, հանգարց երկու ճնշամիջոց կար, տնտեսական եւ ավանդակային, տնտեսական, ֆինանսական առումով թուրքական տրամանիշը գդրուկ անգում էր արձանագրում, ավանդակային առումով քրդական զինյալ խմբավորումները թիմում էին գործողությունների Թուրքիայի դեմ։ Այսինքն ուզում եմ ասել, որ եթե շատ մեծ գործարք է եղել եւ Անկարան ստացել է ուրեմն այդ իր կողմից առաջադրված մեծ օրագարկը փոխարենը ինչ որ բան զիջել է ուրեմն Միացյալ Նահանգներին, այդ դեպքում նաև մենք ականատես կլինենք ընդհանրապես քրդական գործոնի չեզոքացման սիրիական տարածքներում։ Այլապես ուրեմն այստեղ գանք կառնեն ուրեմն ընդառումները քրդական երևույթը կշարունակվի հյուսիսային Սիրիայում ոչ նախկին տարածքներով, նախկին սահմաններով, ամենայն դեպս արկայությունը կշարունակվի։ Գիտեք, նաև այստեղ անպայման հարաբերաբար իրանյան դեպքերին պետք է քննարկել խնդիրը, որովհետև այո, Իրանի թիրքերի թուլացումը տարածաշրջանին կարծում եմ առաջին հերթին Անկարան կփորձի լրացնել այդ բարաբը, այդ աստեցության կոդիները եւ Անկարայի շահերից փխում է, որ Իրանը թույլ գետեր ունենա տարածաշրջանում եւ ինքը հաստատի քերագայություն աստեցության առումով, բայց չեմ կարծում, որ ներ իրանյան մագարտակի վրա քաոսացումը կամ իշխանությունների թուլացումը ներ իրանյան առումով այս հանգրվանին կփոխի Անկարայի շահերից, որովհետև քաոսի ձևավորումը անպայման նաև կշարժի Իրանի քրդերին եւ կստացվի այն, որ Իրաքում ինքնավար Քրդստան, Իրանում քրդական կորձոնի աշխուժացում, Սիրիայում թերևս ուրեմն իր գոյությունը շարունակող ինքնավար կանոններով ղեկավարվող քրդական շրջաններ եւ իհարկե նաեւ Թուրքիայի քրդեր, այս բոլորը կարծում եմ բնականաբար չեն փոխի Անկարայի շահերից։ Հիմա քննարկենք քրդական գործոնը Իրանի հարցում։ Մենք ընդհանրապես հիմա պիտի Իրանի մասին խոսենք, բայց ես կուզենայի անցումը կատարել քրդերի միջոցով։
ինչպիսին է իրավիճակը քրդամնակ շրջաններում վերջին լարվածությունների ֆոնին եւ արդյոք արտաքին ուժերը կփորձեն այդ քրդական քարտը խաղալ Թեհրանի դեմ ներսից այն իմաստով որ երկիրը կարող է մաստատվել Գիտեք Իրանի մաստատման կամ ուրեմն դարբեր հասկապնակցությունների ըմպոստացման մասին գային որոշ կանխատեսումներ, բայց ես չեմ կարծում, որ ներկա բահի դրությամբ այդ բոլորը գիրականանան կամ կորզնական դես կստանան, որովհետև նախ պետք է ասել, որ նման նախատեպեր եղել էին, ուրեմն իրանյան հասարակությունը փոխել էր, փոխի ակցիաներ էր կազմակերպել, ամբողջ Իրանի տարածքում, բայց բոլորը շատ շուտով վերահսկողության դակ էին վերցրել Իրանի իշխանությունները։ Հիմա դարբերությունը այն է, որ արտաքին հարվածներ ստանալուց հետո հիմա ներքին խնդիրներ է դիմակրավում Իրանը, բայց իրավիճակի փոփոխության մասին որոշակի դեղեկատվություն կա, չնայած որ դեղեկատվությունը լիարժեք չի աշխատում, բայց ամենայն թեպս այլ միջոցներով, ինչպես Միացյալ Նահանգները հայտարարեց արփանյակային եւ այլն տեխնոլոգիայի ուրեմն այս բոլոր վերջին նորարարություններով փորձում են ինֆորմացիա դեղեցություն վերցնել այդ բոլոր իրադարձություններից, բայց կարծում եմ առաջադրանքը ոչ թե Իրանի մասնադումն է, այլ խորակրով միջուկային օրագարկով բանակցություններն են, այդ բանակցությունների վերսկսելն է, որովհետև նպատակը ես կասեի նույնիսկ իշխանափոխությունը չէ, ոչ էլ քաոսացումը, նպատակը թուլացած Իրանը բերել վերստին բանակցային սեղան եւ այնտեղ ավելի հեշտ թելադրել կանոններ, ավելի հեշտ անցնել նախապայմաններ, բայց միջուկային չէ միայն խնդիրը, այլ կարծում եմ ընդհանրապես Իրանի թերի վերասահմանումն է, վերաիմաստավորումն է տարածաշրջանում Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, որտեղ այս բոլորի դիմաց նաև Իրանը ուզում է ապաշրջապակվել, այսինքն դուրս գալ ճնշամիջոցների, պատժամիջոցների այդ քաղաքականությունը, որ երկար ադեն է իվեր գիրառվում է Իրանին եւ շատ փոխկապակցված են այս խնդիրները, որովհետեւ իշտ է որ Իրանի նախագահը հայտարարեց, որ այս բոլորի մեղքը պետք չէ բարդել Միացյալ Նահանգների վրա, այլ մենք պետք է բարենորոգումներ անենք մեր ժողովրդի համար, բայց հիմնական խնդիրը, որ ժողովուրդը դուրս է եկել, սոցիալական, տնտեսական, ֆինանսական խնդիրներն են, իսկ այդ բոլոր խնդիրների ահագնացումը արդյունք է դարիների վրա երկարող, դասնամյակների վրա երկարող Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցային քաղաքականությանը։ Դրա համար էի ասում, որ արտաքին հարվածներից հետո հիմա ներքին խնդիրների այս ուրեմն թղթածրարով Իրանը դարբեր դիրքերից կվերադառնա բանակցային սեղան։ Եվ Իրանի թերի վերասահմանումը այստեղ պետք է նաև հարաբերակցաբար փորձել դիտարկել Իսրայելի հետ, որովհետև Իսրայելի համար Իրանը անվտանգային սպառնալիք է, իրենք հայտարարել են, որ գոյապանական սպառնալիք է, եւ այս վերջին դեղեցությունը եթե ճիշտ է եւ որոշակի երևույթներ կան մտածելու, որ այո, այդ ուղղությամբ եկել են պայմանավորվածության, որ իրար չեն հարվածելու, ուրեմն այդ փող սպառնալիքը որոշակի առումով հերացել է, սա շատ կարևոր հանգամանք է եւ դա կարծում եմ գահարթի ջամփան վերստին բանակցությունների սեղան կալու, որովհետեւ առանց այդ երաշխիքների Թել Ավիվը շատ անհանգիստ էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում էին։ Հիմա նոր իրավիճակով կարող է որոշ խնդիրներ այդ ուղղությամբ հարթվել։ Թերևս շատ բան հստակ չէ, պետք է ամբողջովին վերստին համեմատաբար ավելի
դիդարգել այս փաբուղիից դուրս գալուց հետո հետագա գործընթացների մասին որոշ նախանշաններ տեսնել։ Շնորհակալություն Շահան հետաքրքիր զրույցի համար։ Մենք շարունակենք հետևել իրադարձություններին եւ փոփոխությունների դեպքում անմիջապես, եթե համաձայն եք, կկապվենք ձեզ հետ, որպեսզի մեր հեռուստադիտողների համար դուք մեկնաբանեք մի շատ խառը եւ եռացող տարածաշրջան, ինչպիսին Մերձավոր Ալևելքն է։ Շնորհակալություն։ Ձևակերպեցիք խառը եւ եռացող տարածաշրջան, այո։ Ես կարծում եմ մենք մյուս անգամ մեր հաղորդման մեջ կդիտարկենք նաեւ Հայաստանի աչքերով այս ամենը, չնայած Հայաստանը ակտիվ արտաքին քաղաքականություն չի վարում եւ դժվար թե կարողանա այս տարածաշրջանային ուրեմն փոխարկումների մեջ ինչ որ դեր ունենալ, բայց ես կարծում եմ Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է ակտիվ հետևի այս ամենին, որպեսզի ճիշտ պահին կարողանա ճիշտ գործողություններ անել։ Եվ այսպես էլի բարեկամներ, սրանով ավարտում ենք մեր զրույցը, շնորհակալություն, որ մեզ հետ եք, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք տարածաշրջանային վերլուծաբան Ազդակ թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։